Կանոնական սուրբ պատարագ ենք մատուցելու եւ հիշատակելու ենք մեր հայրապետի եւ Միքայել Սրբազանի անունները Շիրակի թեմի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի այցին ընթառաջ։ Ալիևը կրկին խոսում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների Հայաստան վերադարձի մասին։ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկմանը։ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին Հայաստանի հետ ցամաքային սահմանը վերաբացելու հնարավորությունը։ 12-րդ դասարանցիները վարորդական իրավունքի տեսական գիտելիք կստանան դպրոցներում, իսկ թե ինչպես են անցկացնելու պրակտիկ դասընթացը մնում է անհայտ։ Հայաստանում անասուն պահելը դժվարացել է, արոտավայրերն են նվազել։ Մարսելի Նոթր Դամ դե լա Գար տաճարի բակում հայկական խաչքար է բացվել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը դեկտեմբերի 7-ին Գյումրի 7 Վերգ եկեղեցու մասնակցելու է պատարագի։ Այդ առիթով Շիրակի թեմի հոգևորականներն են հանդես եկել հայտարարությամբ։ Նրանք նշել են, որ եթե իրենցից բացի որևէ մեկը պատարագ մատուցի, կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է եւ խոչընդոտվում է եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը։ Թվով 29 հոգևորականներ իրենց աջակցություն են հայտնել Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ հայտարարել, որ պատարագ մատուցելիս չեն շեղվելու կանոններից, հիշատակելու են Գարեգին II եւ թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos-ի անունները։ Հիշեցնեմ, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ վեհափարի անունը չհնչի, որ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաեւ ազգային անվտանգության ծառայությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ Գարեգին II կաթողիկոսին իրենց դորակցությունն են հայտնել նաեւ Գուգարաց թեմի քահանաները։ Դոհայում հրավիրված միջազգային ֆորումին, որին մասնակցել է նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։ Նա խոսել է միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունից եւ ընդգծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարեւորությունը։ Հաջիևը կոչ արել զերծ մնալ խաղաղության գործընթացին վնասող հայտարարություններից եւ հավելել. «Մենք նայում ենք դեպի ապագա, գիտենք, որ կան մարտահրավերներ, բայց եկեք կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա եւ աշխատենք դրան հասնելու համար»։ Կեղծ ու պատիր խաղաղություն Ալիևը կրկին խոսում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների Հայաստան վերադարձի մասին։ Բաքվում անցկացվող միջազգային համաժողովում նա հայտարարել է, թե Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը օրինական պահանջ է, որ դա կարևոր է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը մեկ ընդմիշտ փակելու, խաղաղության եւ փոխհմբռնման հասնելու համար։ Իդեպ համաժողովը անցկացվում է Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի խորագրի ներքո։ Թեպետ պաշտոնական Երևանն ուղիղ է ասել, փախստականների հարցը պետք է հանել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից, թե չէ այն չի գա ու չի գա, Ալիևը շարունակում է պատմակեղծարարության շոուն։ Ասում է, տեղահանվածների հարցերով պետք է դեռ մի բան էլ ակտիվացնեն ջանքերը։ Մի ամբողջ իրավական արսենալի է հղում անում, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիա։ Այս ամենից խոսում է նա, այն նույն Իլհամ Ալիևը, ով 2023-ին հրամայեց պատերազմել գրեթե 1 տարի շրջափակված ու սովից հյուծված արցախցիների դեմ, հետո նաև նրանց ճակատին հրացանի փողը պարզել ու հազարամյա բնորանից բռնատեղահանել։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության եւ հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար։ Ընդ որում Բաքվի բռնապետն այս մասին խոսում է այսպես կոչված
Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար համատեղության կարգով մեջլիսական Ալաքբարլիի այն հայտարարությունից հետո, թե քննարկում են իրենց դարձյալ այսպես կոչված փախստականների իրավական կարգավիճակի հարցը, ավելին նախատեսում են օրենք գրել, տանել հասցնել խորհրդարան, իսկ այն համաձայն Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականների կարող է վերաբերել մինչև 500,000 ադրբեջանցու, առաջնահերթ նրանցից 300,000-ին այս թվերն են մոգոնել, սրանց հետ են խաղ անում, այսքանին պատրաստվում Հայաստան ուղարկել։ Եթե ուղիղ նկարագիրն եք ուզում, դա ռումբ է լինելու Հայաստանի Հանրապետության մեջ։ Եթե ադրբեջանցիների վերադարձ լինի ու ընդ որում այդ թվականակով մենք Հայաստանում դիմավորենք ադրբեջանցիներ, ոչ միայն դեմոգրաֆիական խնդիր կառաջանա, այլ շատ ու շատ այլ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ եւ հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար, որովհետեւ նրանք բացառապես գալիս են առավելապաշտական, իրենց ծավալապաշտական նկարտումներից ելնելով։ Փորձագետները համոզված են Ադրբեջանի ներպետական օրենսդրության ամրագրումները միջազգային հարցեր չեն լուծի, մեզ վրա չեն ազդի, ինչ խելքներին փչի, թող օրենք դարձնեն, բայց սա միևնույն ժամանակ նշում են մասնագետները, ոչ թե իրավական, այլ ռազմավարական ինֆորմացիա է մեզ համար, ցուցիչ Բաքվում խաղաղասիրական տրամադրություններ չկան, ընդհակառակը Արցախի բռնազավթումից հետո նրանց թիրախը Հայաստանն է, Ադրբեջանի խաղաղությունը կեղծ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է նամակ ուղարկել Իլհամ Ալիևին, ըստ լրատվամիջոցների տեղեկացման նամակում մասնավորապես ասվում է. Հարգելի պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի։ Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս հեղինակավոր մրցանակի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը։ Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը եւ բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր շարունակական աջակցության համար։ Թոմ Բարաքը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է անդրադարձել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու երկու երկրների Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման կարեւորությանը։ Դիվանագետի համոզմամբ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի։ Ըստ նրա Կասպից ծովից միջեկրական ծով երթուղու երկարաձգումը ճանապարհ կբացի տարածաշրջանային բոլոր էներգետիկ հարցերի լուծման համար։ Բլումբերգ միջազգային պարբերականներ հայտնել, թե Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հնարավորությունը։ Պարբերականը գրել է, թե սահմանի վերաբացումը հող կհարթի Կովկասում առևտրի վերսկսման համար։ Պարբերականը հիշեցնում է նաև, որ Թուրքիան է փակել սահմանը 1993 թվականին Արցախի հակամարտության պատճառով։ Բլումբերգը հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը գրել է, թե հայ եւ թուրք հատուկ ներկայացուցիչները այցելել են Ակիակա-Ախուրյան սահմանային եւ հանդիպել հայկական սահմանամերձ Գյումրի քաղաքում Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումը քննարկելու համար։ Ռելսերի փոխարինումն ըստ պարբերականի կարող է տևել մինչև 5 ամիս։ Ադրբեջանի հետ դիվանագիտական բեկումը եւ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարևոր խթան կտան հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։ Եթե նա հաղթի, Ադրբեջանի նախագահ Ալիևը կկարողանա աշխատել Փաշինյանի հետ եւ ձևակերպել խաղաղության համաձայնագիրը։ Արդեն իսկ կանխատեսելի էր, հատկապես ադրբեջանական եւ թուրքական տարբեր պաշտոնյաների հայտարարություններով, որ այս իշխանությամբ իրենց համար ձևավորվել է պատմական հնարավորություն, ակնհայտ էր, որ իրենք փորձելու են իրենց բոլոր գործողությունները այնպես դասավորել, որպեսզի հայ հասարակության մոտ ձևավորվի պատրանք, որ այս իշխանությունը տանում է տարածաշրջանը դեպի երկարաժամկետ խաղաղության։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը անցած ամիս հայտնել էր, որ Թուրքիան չի վերսկսի հարաբերությունները Հայաստանի հետ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի։ Ֆիդանի այդ հայտարարությանը արձագանքել էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Ֆիդանի հայտարարությունը հենց դրա մասին էր, որ կան հստակ նախապայմաններ։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները կոորդինացվում են Ադրբեջանի
Ադրբեջանի հետ։ Իրենք համատեղ ռազմական ծրագիր են իրականացնում Հայաստանի նկատմամբ, պատահական չեմ համարում տեղեկատվական խայծը, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում կարող է բացվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, սա եւս այսպես ժեստ է հասարակությանը համոզելու, որ եթե եւս մեկ զիջում անեք, իսկ այդ զիջում իրենք ձևակերպել են, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունն է։ Հատկապես եթե այդ զիջումն էլ անեք, շատ քիչ է մնացել, որ բացվեն սահմանները եւ վերջապես խաղաղություն լինի։ Մի քանի տարի առաջ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարեցին, թե շատ կարճ ժամանակում երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կբացեն հայ-թուրքական սահմանը։ Այս խոստումն էլ մինչեւ այսօր չի կատարվել։ Քաղաքագետների դիտարկմամբ թուրքական դիվանագիտությունն է այդպիսին, որպես դիվանագիտական ժեստ այդ երկրի բարձրաստիճան ղեկավարները տալիս են խոստումներ, հասարակության մեջ ձևավորելով կարծիք, թե ճանապարհները կբացվեն առևտուր կլինի եւ հետո քաղաքական այլ նպատակներ հետապնդելով այդ խոստումները հնարավորինս թանկ վաճառում են տարբեր երկրների, այս դեպքում նաեւ Հայաստանին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ 12-րդ դասարանցիները վարորդական իրավունքի տեսական գիտելիք կստանան դպրոցներում, իսկ թե ինչպես են անցկացնելու պրակտիկ դասընթացը մնում է անհայտ։ Հայաստանում անասուն պահելը դժվարացել է, արոտավայրերն են նվազել։ Մարսելի Նոտր Դամ դե լա Գար տաճարի բակում հայկական խաչքար է բացվել։ Շարունակում ենք թողարկումը։ Ուկրաինական անօթաչուները հարվածներ են հասցրել Ռուսաստանի, Ռիազանի եւ Վորոնեժի շրջաններին ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռիազանում բազմահարկ բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել, անօթաչուների բեկորներից տուժել է նաեւ արդյունաբերական օբյեկտներից մեկի տարածքը։ Ռուսական ԱԹՍ-ները ու հրթիռները իրենց հերթին խոցել են Կիևի մերձակայքում գտնվող երկաթուղային հանգույցը, վնասվել են պահեստներ եւ երկաթուղային վագոններ։ Ռուսաստանը ինտենսիվացրել է իր հարձակումները, ռուսական ԱԹՍ-ների թիրախում են հայտնվել 4 մարզերի էներգետիկ եւ ջրամատակարարման օբյեկտները։ Աղվանական եւ պակիստանյան զորքերի միջև գիշերը սկսված փոխհրաձգության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, թե աֆղանական, թե պակիստանյան կողմից։ Հակամարտող կողմերը մեկ-մեկում մեղադրում են բախում հրահրելու եւ երկամսյա փխրուն զինադադարը խախտելու մեջ։ Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար նահանգի Սպին Բոլդակ քաղաքի մոտ գտնվող սահմանային գոտում զոհվածների թվում կա 3 երեխա եւ 1 կին։ Ոստիկանության տվյալներով բախումները շարունակվել են մինչև շաբաթ օրվա լուսաբացը։ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղը 908 մարդու կյանք է խլել, 400 մարդ համարվում է անհետ կորած, աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 100,000 տուն, տուժել է 4000-ից ավելի բնակիչ։ Անցնող շաբաթվա ընթացքում ցիկլոնների ազդեցության գոտում հայտնված Ինդոնեզիայում, Շրի Լանկայում եւ Թայլանդում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ Վերադառնանք մեր խնդիրներին, անասնապահությամբ զբաղվող ընտանիքները կանգնել են լուրջ դժվարությունների առաջ։ Հայաստանում արոտավայրերը տարեստարի նվազում են, ոռոգման համակարգերը կամ չեն գործում, կամ էլ ջուրը չի հասնում արոտավայրեր։ Արդյունքում գյուղացու համար անասուն պահելը դարձել է մի մեծ գլխացավանք։ Իդեպ նախկինում հասանելի արոտավայրերը սահմանազատումից հետո անցել են թշնամու տիրապետության տակ։ Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում արոտավայրերը տարեստարի նվազում են։ Գյուղացիներն ասում են, սա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ սոցիալական խնդիր է։ Անասնապահությամբ զբաղվող ընտանիքները կանգնել են լուրջ դժվարությունների առաջ։ Արոտավայրերի կրճատման պատճառները բազմաշերտ են, սկսած բնական պայմաններից մինչեւ վերջին տարիներին ի հայտ եկած անվտանգային եւ ջրային խնդիրները։ Գեղարքունիքի այս լանջերը դեռ մի քանի տարի առաջ հարյուրավոր այծերի ու կովերի արոտատեղ էին։ Այսօր դատարկ են։ Գյուղացիները Պարզաբանում են, փոփոխությունները 3 հիմնական պատճառ ունեն՝ կլիմայական չորացում, ոռոգման ջրի պակաս եւ պատերազմից հետո տարածքների կորուստ, ինչն էլ սահմանափակել է արոտավայրերի հասանելիությունը։ Վախենալու է, էլի անասունը, որ արդեն անցնում է սալատերից այն կողմը, այնտեղ բաստերել կասեք ասի, նա արդեն կողմից, եթե կամերան ֆիքսեց, որ այդ անասունը անցավ, մեր սահմանապահ զորքերը կարում է այդ բերել տա։
Ռոռոկման համակարգերը կամ չեն գործում, կամ էլ ջուրը չի հասնում միջև արոտավայրեր։ Արդյունքում անասուն պահելը դարձել է գրեթե անհնար, ասում են համայնքների բնակիչները։ Մասնագետները նշում են արոտավայրերի նվազման վրա հատկապես զգալի ազդեցություն է ունեցել 2020 թվականի պատերազմը։ Սյունիքի մի շարք բարձունքներ ու տարածքներ ըստ էության այսօր մնում են անհասանելի, գյուղացիները չեն կարողանում ազատ շարժվել կամ մոտենալ սահմանային արոտավայրերին։ Ռազմական գործողություններից բացի վերջին տասնամյակներում հանրապետության արոտավայրերում ուժեղացել է հողի էրոզիան, նվազել արժեքավոր բույսերի քանակը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ բնակչությունն ավելի դժվարությամբ է կարողանում անասուններ պահել, ինչը սպառնում է ավանդական ապրուստի ձևերին։ Ինչ էլ որ կա Հայաստանում, դրանք էլ արդեն դարել են մեր սահմանապահ գոտիներ, որտեղ արոտի դուրս բերել կենդանիները հնարավոր չի։ Բայց Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն արոտավայրերը, նույն ձևի ավելի վատ ձևով, ավելի արագ տեմպերով պակասել են խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր կենդանիների քանակները։ Պատերազմից հետո սահմանների նոր գծանշումը շատ համայնքների համար անվտանգության ռիսկեր է առաջացրել։ Նախկինում հասանելի արոտավայրերը այսօր կամ փակ են, կամ էլ գյուղացիներն են վախենում այդ տարածքներ մտնել։ Սա իսկապես մեծ հարված է տարածաշրջանի անասնապահությանը, ասում է գյուղ ոլորտի փորձագետը։ Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում արոտավայրերի կրճատումը ավելի զգալի տնտեսական հետևանքներ է թողում։ Գյուղացիները շեշտում են, եթե չլուծվեն ռոռոկման ջրի խնդիրները, չվերականգնվեն անվտանգ մուտքերը եւ քայքայված ենթակառուցվածքները, անասնապահությունը հարավային եւ հարավարևելյան մարզերում կարող է լուրջ անկում ապրել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ ԿԳՄՍ-ն մոտ ապագայում կքննարկի ավագ դպրոցում վարորդական տնտեսական դասընթացներ մտցնելու հարցը։ Ոլորտի մասնագետները տարակուսած են, կարևոր հարցերը թողած անլրջությամբ են զբաղվում, թեև տարբեր երկրներում ընդունված պրակտիկա է, բայց ինչպես են պատրաստվում ներդնել այս դասընթացը, երբ նույնիսկ դպրոցական գրքերը չեն կարողանում տպագրել ժամանակին։ Դպրոցներում հնարավոր է շուտով վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանան 12-րդ դասարանցիները։ Կրթության նախարարը ազգային ժողովի ամբիոնից իշխանական падգամավորի հարցինի պատասխան արձագանքեց։ Հրաշալի առաջարկ է, կքննարկեն ու գուցե սեպտեմբերից մեկնարկեն։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար եւ իրենք կարողանան նաեւ հանձնել համապատասխան քննությունները, վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել օրինակ ավագ դպրոցներից հաշվի առնելով նաև կադրային հնարավորությունները։ Նախարարի այս հայտարարությունը քննարկումների առիթ դարձավ։ Ոլորտի փորձագետները նշում են, թեև աշխարհում ընդունված պրակտիկա է, որոշ երկրներում նույնիսկ պարտադիր, բայց մեր երկրում այն ներդնելու համար բավականին մեծ ջանքեր կպահանջվեն։ Դրա տեսական ուսուցումը անիմաստ է, այսինքն եթե մենք պետք է դպրոցներում տեսական սովորեցնենք, դա անիմաստ է, որտեղ աշակերտը ինքն էլ կարող է այդ հարցերը վերցնել, տանը տեսական սովորի։ Ուսուցման ամբողջ արժեքը իր գործնական հատվածի մեջ է։ Իսկ գործնական հատվածը անելու համար դպրոցներին պետք են մեքենաներ, ինստրուկտորներ, իսկ դա հսկայական ծախս է, որովհետև եթե մի քանի 100 աշակերտ են, մեկ մեքենայով չեք կարող սովորեցնել։ Եթե տվյալ առարկան նպաստելու է երթևեկության կարգուկանոնին, անվտանգությանն ու քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ապա դա միայն ողջունելի է, ասում է ոլորտի մյուս փորձագետը, միաժամանակ ընդգծում, դպրոցներում կան ավելի հրատապ լուծման խնդիրներ ու վարորդականի վկայականը ամենակիչը պիտի հետաքրքրեր կրթության նախարարությանը։ Մենք հիմա կանգնած ենք լուրջ կրիզիսային վիճակների առաջ ու այդ իրավիճակների մեջ երեխաները դպրոցում վարորդական գիտելիքներ կստանան թե չէ, 1000-րդ հարցը մանավանդ արհեստական բանականության զարգացման process-ին եթե նայենք, self-driving car-երը, որոնք մեքենայով հենց իրենք առանց վարորդի քշում են, դա համատարած պրակտիկա է դառնում իրականում։ Գոնե դրա մասին մտածենք, ասենք հասկանանք, թե ասենք այդ խնդիրը, ասենք երբ որ այդ երեխան թե կմեծանա, այդ խնդիրը ակտուալ է լինելու թե չէ։ Մենք զբաղվում ենք մարդկանց գլուխը ծանրաբեռնելով անիմաստ ոչ առաշային հարցերով։ Փորձագետները հորդորում են նախ կրթական համակարգի իրական հնարավորությունների ու առաջնահերթությունների գնահատում իրականացնել, ապա նոր անցնել հաջորդ նորարարական նախաձեռնություններին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Ֆրանսիա կատարած այսի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մարսելի գլխավոր խորհրդանիշ Նոտր Դամ դը լա Գար տաճարի բակում հայկական խաչքար է օծել։ Վեհափար հայրապետին ուղեկցել էր կարդինալ Ժան-Մարկ Ավելինը։ Գարեգին II-ը նաև օժնված խաչեր է բաժանել հայ համայնքի երեխաներին։ Այս պահին քաղաքացիներ են հավաքվում Զվարթնոց օդանավակայանում դիմավորելու Մարսելից վերադարձող Գարեգին II-ին, նշենք, որ քաղաքացիները մտավախություն ունեն, որ եպիսկոպոսած ժողովը տապալելու համար իրավապահները կարող են հենց այսօր օդանավակայանում ձերբակալել վեհափար հայրապետին։ Եվ այս ուղարկման վերջին լուրը 72 տարեկանում հանկարծամահ է եղել ականավոր վիրաբույժ պլաստիկ վիրահատությունների բացառիկ մասնագետ Արտավազ Սահակյանը։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքով ու փորձով կրթել եւ ոգևորել է բազմաթիվ սերունդների։ Նրա անձը, մասնագիտական սկզբունքները ու մանկավարժական ջերմ վերաբերմունքը երկար տարիներ կմնան բոլոր նրանց հիշողության մեջ, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու կամ սովորելու պատիվը։ Լրահոսը Արմենիայի ուղիղ եթերում սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։